Պարոն Ջամալյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ կա, կարելի ասել այսօրվա մեր զրույցը կբաժանենք 3-4 բլոկի, որոնց դուք հերթով կանդրադառնաք, բավականին ծավալուն ասելիք կա վստահաբար, եւ այսպես, երևի սկսենք այս հարցից Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ, հրադադարի ռեժիմ է, բայց մենք տեսանք երեկ եւ առաջին օրը ամբողջ օրը Իսրայելը ռմբակոծում էր Լիբանան, Բեյրութ, աղետալի պատկերները, տեսարանները։ Խնդրեմ այս պատերազմից սկսենք եւ հետո արդեն մի քանի այլ հարցեր էլ կան, համեցեք։ Շնորհակալ եմ Մարիամ ջան հրավերի համար։ Ուրեմն ֆիքսենք հետեւյալը։ Առհասարակ ի սկզբանե Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիան Միացյալ Նահանգների դիրքերից եթե նայենք, նման էր արկածախնդրության, սա նախագահ Թրամփի շատ մեծ վրիպումն էր, որովհետև ակնառու էր, որ հեշտ ու հանգիստ հաղթանակ չի լինելու եւ առհասարակ մեծ հարց է հաղթանակ լինելու էր, թե չէ այդ հենց ամսի 28-ին այդ հարցադրումը արկա էր արդյոք Միացյալ Նահանգները հասնելու է այն խնդիրների լուծմանը, որ ուրեմն իրենք առաջ են քաշել։ Իդեպ նախորդ տարվա 12 օրյա պատերազմը, որտեղ Միացյալ Նահանգները այսպես շատ սիմվոլիկ կերպով մեկ ռմբահարմամբ մասնակցեցին եւ ոչ ավելին, բայց այնուամենայնիվ Իրանի պատասխանը անցյալ տարվա հունիսյան ուրեմն իրադարձությունների ժամանակ պետք է որ հուշեր, որ Իրանում Միացյալ Նահանգները, այսպես եթե ժողովրդական լեզվով ասենք, չեն կարողանալու վարել ու ցանել։ Վենեսուելական սցենար, այն ինչ մենք տեսանք Կարակասում, տարեսկզբին, ուրեմն Իրանում չէր կարող լինել։ Ընդ որում վենեսուելական սցենարի առանցքը այն էր, որ ըստ էության վենեսուելական վերնախավը դավաճանեց իր առաջնորդին եւ Միացյալ Նահանգների հատուկ ստորաբաժանումները անարգել մտան, իհարկե պահպանության անձնակազմի հետ ուրեմն փոխհրաձգություն եղել է, դիմադրություն ցույց է տվել ուրեմն Մադուրոյի պահպանության անձնակազմը, բայց այստեղ արկա էր դավաճանության հանգամանքը, ուղղաթիռները Կարակասի վրայով ցածր թռնում են, ոչ մի կրակ չկա, եկան տարան, որովհետև արկա էր դավաճանություն եւ հետագա դեպքերի զարգացումը հուշեց, ապացուցեց այդ փաստը, որ ուղղակի վենեսուելական վերնախավը դավաճանել է իր առաջնորդին։ Իրանի պարագայում նման հեռանկար չկար եւ մենք ինչ ենք տեսնում 41 օրյա ռազմագործողությունների արդյունքում։ Փետրվարի 28-ին, երբ ագրեսիան Իրանի դեմ մեկնարկեց, Հորմուզի նեղուցը բաց էր եւ կատարելապես չէր վերահսկվում Իրանի կողմից, 41 օր ռազմագործողություններից հետո Իրանը լիարժեքորեն վերահսկում է Հորմուզի նեղուցը, ոչ միայն ուղակի վերահսկում է, այլ նաև լուրջ եկամուտ է ստանում ամեն անցնող նավթատարից մոտ $2 միլիոն գանձելով ըստ ամերիկյան մասնագետների հաշվարկի, Իրանը ամսական մոտ $8 միլիարդ, տարեկան մոտ $96 միլիարդ հավելյալ եկամուտ է ստանալու, այսինքն մեր ժողովուրդը մի այսպիսի խոսք ունի, չէ, օդից փող։ Հիմա իրանական ուրեմն կողմը օդից փող է ստանալու եւ եթե մենք ի վերջո ուզում ենք հասկանալ ռազմագործողությունների ելքը ինչպիսին էր, ում համար էր շահավետ, ի վերջո ով հաղթեց, ով պարտվեց, պետք է հստակ չափանիշներով դատենք։ Իսկ չափանիշը հետեւյալն է. Իրանը լիարժեքորեն վերահսկողության տակ է պահում Հորմուզի նեղուցը եւ եկամուտ է ստանալու նեղուցի ուրեմն օգտագործման թույլտվությունը տալու հանգամանքով պայմանավորված Միացյալ Նահանգները իրենց ռազմական ներկայությունը այլևս նախկին մասշտաբներով համենայն դեպս չունեն Մերձավոր Արևելքում կամ ինչպես մեր իրանացի գործընկերներն են ասում Արևմտյան Ասիայում, այսինքն Միացյալ Նահանգները հետ քաշվեց,
կվերադառնա թե չէ, շատ մեծ հարց է, Իրանը թույլ կտա արդյոք վերադառնալ Մերձավոր Արևելք ամերիկացիներին, ու էլի նույն ծավալի ռազմաբազաներ տեղակայել։ Կտրուկ կատեգորիկ պահանջ է դրված, որ ոչ, այդպիսի հեռանկար չի լինելու։ Հաջորդը իրանական պետականությունը ոչ միայն կանգուն մնաց, համախմբում տեսանք իրանական հասարակության ու իրանական վերնախավի շուրջ, Իսրայելին հասցվեց շատ լուրջ ու ծանր հարված, Իրանը վերականգնեց իր ազդեցությունը դիմադրության առանցքում, այսինքն այն կառույցները, որոնք 24-ի վերջին 25-ին ընկալվում էին իբրև խիստ թուլացած, նույն Հեզբոլլահը, ինչ որ չափով հութիների պարագայում, մենք տեսանք, որ չէ, այնինչ Իրանում կոչում են դիմադրության առանցք, անխափան եւ շատ արդյունավետ աշխատեց, ընդ որում մեկ կառավարման կենտրոնից, այսինքն Իրանի կողմից հովանավորվող շիայական կառույցները լիարժեքորեն մասնակցեցին Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ագրեսիային, իօգուտ Իրանի, իրանական կողմից, Իրաքում, Եմենում հութիները եւ Հեզբոլլահը Լիբանանում, եւ փաստորեն ազդեցությունը, որ կարելի էր կարծել, թե 24-ի վերջին 25-ին Իրանը կորցրել էր, ուրեմն Մերձավոր Արևելքում, լիարժեքորեն վերականգնվել է։ Հիմա ըստ այդմ մենք կարող ենք վստահ հետևություն անել առ այն, որ Իրանը այս 41-օրյա ռազմագործողությունների արդյունքում հաղթել է։ Իհարկե ունեցել է ծանր կորուստներ, իհարկե հարվածներ է ստացել, բայց ամերիկյան կողմը եւ իսրայելական կողմը իրենց առջև դրված եւ ոչ մի խնդիր չեն լուծել, մինչդեռ իրանական կողմը ձեռք է բերել անհերքելի առավելություններ, ակնառու առավելություններ, եւ այդ առավելություններից թիվ 1-ը Հորմուզի նեղուցի հանդեպ լիարժեք վերահսկողությունն է, ամերիկյան ռազմական ներկայության շեշտակի թուլանալն է, կրկնում եմ, Մերձավոր Արևելքում շիայական կառույցների հանդեպ, ուրեմն ոչ միայն վերահսկողություն, այդ կառույցների էֆեկտիվ գործունեությունը մեկ կառավարման կենտրոնից վերականգնելն է եւ այլն։ Հարց. արդյոք այս հրադադարը երկար կտևի։ Տեսեք, փաստ է, որ Միացյալ Նահանգները կորուստներ են ունեցել եւ նյութական եւ անձնակազմի, փաստ է, որ այս պարտությունը քողարկելու նպատակով Թրամփը ամեն աստծո օր խոսում էր հաղթանակներից, ինչը շատ այսպես անլուրջ էր ընկալվում ողջ աշխարհով մեկ, փաստ է, որ առաջիկա կոնգրեսի միջանկյալ ընտրություններում չտապալվելու նպատակով Միացյալ Նահանգներին այլևս Թրամփի վարչակազմին, այլևս ձեռնտու չէր պատերազմի շարունակվելը, ամեն գնով պետք էր պատերազմը կանգնեցնել, եւ ըստ այդմ հետեւությունները այսպիսին են, որ իսրայելական կողմի դեմս Նետանյահուի կանի ամեն հնարավորը, որպեսզի հրադադարը խախտվի, բոլոր հնարավոր եւ անհնարին սադրանքների կգնա իսրայելական կողմը, որպեսզի դրթի Թրամփին երկրորդ անգամ սխալվել, որովհետեւ Նետանյահուն, եկեք ընդունենք, իսկապես լուրջ հաջողության հասավ ամերիկյան ռեսուրսով փորձելով ուրեմն թուլացնել իր հակառակորդ հռչակված Իրանին, բայց երկրորդ անգամ արդյոք Թրամփը կգնա այս քայլին, թե չէ։ Ենթադրում եմ, որ հաշվի առնելով միջանկյալ ընտրությունների հանգամանքը եւ պատերազմի շարունակվելու դեպքում նաեւ կորուստների ավելի մեծաթիվ դառնալու անխուսափելիությունը, առնվազն մինչև նոյեմբեր Միացյալ Նահանգները այն նույն ծավալով, որ ներգրավված էին ռազմագործողություններում, չեն ներգրավվի։ Կոնգրեսում ընտրությունների ելքով պայմանավորված նոյեմբերից հետո գուցե մեկ անգամ էլ Միացյալ Նահանգները փորձեն մտնել այս ամբողջ պատմության մեջ, բայց էլի այստեղ հավանականությունը մոտավորապես այսպես գնահատում եմ 50-50 հարաբերակցությամբ, որովհետև
այդ ժամանակահատվածը հարաբերական խաղաղության իրանական կողմը լիարժեքորեն օգտագործելու է վերականգնվելու համար ել ավելի իր ռեսուրսները ավելացնելու եւ ելի եմ կրկնում հաղթողի դիրքերից է հանդես գալու արդեն այս պահից սկսած ու հանդես է գալիս լրացուցիչ եկամուտները ունենալու, այսինքն եթե անգամ ամերիկացիները որոշեն երկրորդ անգամ ավելի մեծ ծավալով մտնել այս պատմության մեջ, իրենք պետք է հաշվի առնեն, որ գործ ունեն շատ ավելի ուժեղ դիրքերում հայտնված Իրանի հետ։ Այնպես որ եթե հետևություն իրանական կողմը այս իրավիճակում անկասկած հաղթող է, ինչը խոստովանում են բազմաթիվ եւ ամերիկյան թե իսրայելական փորձագետներ, նաեւ երրորդ չեզոք երկրների փորձագետներ։ Եվ մի փոքր կուզեի նաեւ այստեղ անդրադառնալ Թրիփի հերանեկարին։ Տեսեք, Թրիփը ոչ այլ ինչ է, եթե ոչ Զանգեզուրի միջանցքը անվանափոխված հայ հասարակությանը խաբելու, մոլորեցնելու համար Զանգեզուրի միջանցքի այս վտանգավոր ու գիտեք տագնապներ ու զայրույթ հարուցող անունը հայ հասարակության տեսադաշտից հեռացնելու համար, հայ հասարակությանը խաբելու համար Զանգեզուրի միջանցքի հեռանկարը փորձ է արվել կենսագործել բոլորովին այլ անվան տակ, Թրիփ անվան տակ։ Իր էությամբ սա հակաիրանական, հակառուսական ու բնականաբար հակահայկական պրոյեկտ է։ Չմոռանանք, թե քանի անգամ Իրանի Իսլամական Հանրապետության մեր դաշնակիցները զգուշացրել են օրվա Հայաստանի ոչ բարով իշխանությանը զերծ մնալ ամեն տեսակ հակաիրանական պրոյեկտներում, այդ թվում նաև Թրիփում ներգրավվելուց, հիշենք, թե քանի անգամ է օրվա այսպես կոչված մեր իշխանությունը փորձել մոլորեցնել Իրանի Իսլամական Հանրապետության մեր բարեկամներին, առայն թե իբր այս ծրագիրը իրենց ոչնչով չի սպառնում, բայց հատկապես իրանական վերնախավի այն թևը, որ ավելի կտրուկ դիրքորոշման կրող է, հատկապես գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականի պարագայում Վալայեթի պարագայում մենք միշտ տեսել ենք շատ կտրուկ հայտարարություններ, իրենք այս խայծը կուլ չեն տվել, չեն թույլ տվել, որպեսզի հայկական կողմ կոչվածն ու հայկական շատ մեծ վերապահումներով ասենք, հա, ձևականորեն հայկական բովանդակությամբ թուրքից ավելի թուրք, հա, Հայաստանի օրվա ռեժիմը թույլ չեն տվել, որ իրենց մոլորեցնի Իրանի մեր գործընկերների մասին է խոսքը։ Եվ հիմա տեսեք ինչ է ստացվում։ Հունվարին մենք ինչ էինք տեսնում։ Մենք տեսնում էինք, թե ինչպես Հայաստանում Իրանի դեսպանատան առջև կազմակերպվում էր էժան շոու, ամեն տեսակ բաշիբոզուկների հավաքում էին, սրանք սկսում էին վանկարկումներ անել, բացահայտ հակաիրանական ակցիա էր, իբր օրվա նիկոլական իշխանությունը, այսպես իբր չեզոք դիրքում էր իրեն փորձում ուրեմն ցուցադրել, թե իբր ինքը կապ չունի, բայց իրականում առանց Հայաստանի իշխանությունների հավանության եւ համաձայնության նման ակցիաները ուղղակի չէին կարող տեղի ունենալ, ռեգուլյար ամբողջ հունվար ամիսը Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց էժան նիկոլական շոու էր։ Եվ չմոռանանք, որ հունվարի վերջին, թե փետրվարի սկզբին Հայաստանի Հանրապետությունում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը շատ կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ, մոտավորապես հղում եմ անում իր խոսքերին, ասեց Իրանում ձևավորվել է այնպիսի մի տեսակետ, որ Հայաստանը դարձել է հակաիրանական ուժերի կենտրոն, սա շատ կտրուկ հայտարարություն էր, եւ եթե իրանական պետականությունը թուլանար ու անկում ապրեր, ապա Թրիփի հերանեկարը անխուսափելիորեն կյանքի կկոչվեր, իհարկե եթե այս իշխանությունը կարողանար վերարտադրվել։ Բայց մենք տեսանք ճիշտ հակառակը, իրանական հանրությունը կանգնեց իր վերնախավի կողքին, իշխանություն, հասարակություն միահամուռ կամքի շնորհիվ իրանական պետականությունը ոչ միայն դիմակայեց, հաղթեց, մեր բարեկամ Իրանը դուրս եկավ արժանապատվորեն գլուխը բարձր ու հաղթանակած 41 օրյա ռազմագործողություններից եւ ըստ այդմ թաղվեց Թրիփի
հեռանկարը։ Սա արդեն ակներև է, որովհետև եթե իրանական կողմը հարցը հստակ է դնում, որ Մերձավոր Արևելքում կամ Արևմտյան Ասիայում, ինչպես իրենք են ասում, ամերիկյան ռազմաբազաներ չպետք է լինեն, ու խոսքը արդեն իսկ գոյություն ունեցող ռազմաբազաները հանելու մասին է, իրենք ըստ էության վռնդեցին ամերիկացիներին Իրաքից, հարվածել են որտեղ որ հնարավոր է, ամերիկյան կողմը էվակուացրել է իր անձնակազմը բազաներից շատ տարբեր հատվածներում, Մերձավոր Արևելքի իրենց բազաներից։ Եվ եթե անգամ գոյություն ունեցող բազաները հանելու խնդիր է դնում Իրանը, բնական է, որ թույլ չի տալու եւ ամեն կերպ շատ ավելի հուժկու հակազդելու է իր հյուսիսում Հայաստանի տարածքում, Հայաստանի տարածքի օտարման, սա կրկնում եմ, Հայաստանի տարածքի օտարման գնով ամերիկյան նոր ներկայությանը շատ հուժկու կերպով է հակազդելու։ Եվ հաշվի առնենք, որ այդ TRIP ասվածը զուտ տնտեսական, այսպես ծրագիր չի, TRIP-ի անվան տակ, տնտեսական համագործակցության հեռանկարի անվան տակ ամերիկացիները զինուժ են բերելու։ Դա մասնավոր ռազմական ընկերության տեսքով կլինի, ռեգուլյար զինված ուժերի ստորաբաժանման տեսքով կլինի, հատուկ ծառայությունների, բազաների ու հենակետերի ու ռեզիդենտուրաների տեսքով կլինի, սա խնդրի այլ կողմն է։ Սա բերելու է նաև ամերիկյան ռազմական ներկայություն ու Իրանում սա շատ լավ հասկանում են եւ կրկնում եմ, շատ ավելի հուժկու կերպով, շատ ավելի մեծ զայրույթով ու ավելի կտրուկ են հակազդելու TRIP-ի հեռանկարին եւ ըստ էության TRIP-ի հեռանկարը կարելի է համարել արդեն մեռած, անգամ եթե ընդունենք այն հեռանկարը, որ այս իշխանությունը արյուն հեղելով ամեն տեսակ այլանդակություններով էլ վերարտադրվի, անգամ այդ դեպքում իրանական հակազդեցությունը թույլ չի տա, որպեսզի այստեղ այդ ծրագիրը կյանքի կոչվի։ Բայց քանի որ ես վստահ եմ, որ այս իշխանության օրերը հաշված է եւ իրենց մնացել է ճիշտ այնքան ժամանակ, որքան մնացել է ընտրություններին, եւ մենք ունենալու ենք պետականակենտրոն իշխանություն, ապա նոր աշխարհակաղակական իրողություններում այդ TRIP կոչվող թղթի կտորը պետք է աղբամանը նետել եւ Հայաստանի ինքնիշխանության ներքո գտնվող տարածքի հանդեպ Հայաստանի լիարժեք ինքնիշխանության դիրքերից բանակցել տնտեսական հեռանկարների շուրջ տարբեր կողմերի հետ, առաջին հերթին հաշվի առնելով ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի եւ պոտենցիալ ստրատեգիական դաշնակից Իրանի եւ Հայաստանի Հանրապետության գրեթե նույնական շահերը։ Տեսեք, այս իշխանությունը հայտնվել է ուղղակի մի այնպիսի ողորմելի իրավիճակում, երբ այլևս ոչինչ չի կարող փրկել ու երաշխավորել այդ իշխանության վերարտադրությունը։ Իսկապես ողորմելի վիճակում են հայտնվել եւ տեսեք, ինչ խնդիր էր լուծում վարչապետ Կոչեցյալը Մոսկվայում, աջակցություն էր հայցում եւ դա այն դեպքում, երբ վերջին տարիներին Հայաստանի ընդգծված հակառուսականությունը բոլոր հնարավոր կարմիր գծերը հատել է ու ուղղակի Հայաստանը հետևողականորեն վերածվում է, արդեն իսկ վերածվել է հակառուսական պլացդարմի։ Եվ այդ ամենով հանդերձ իրենք ակնկալում էին, որ Մոսկվայում իրենք աջակցություն են տեսնելու։ Իհարկե, ի տարբերություն օրինակ նույն Սաակաշվիլու, Նիկոլը չի կարող այսպես վերցնել ու միանգամից խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ։ Չմոռանանք, Վրաստանը ունի ելք դեպի ծով, Վրաստանի հանդեպ անմիջական ռազմական ագրեսիայի վտանգը այդքան ակտուալ չէ, այստեղ կա թրքացման վտանգ,
արդեն իսկ արկա է Աջարիայի թրքացումը, լայն առումով Վրաստանի թրքացման վտանգը կա, բայց այստեղ թուրք-ադրբեջանական տանդեմը դեմոգրաֆիական տնտեսական էքսպանսիան է առաջին պլան մղել եւ այդ կերպ է վերահսկելի փորձում դարձնել Վրաստանը։ Ու Սահակաշվիլին ուներ մանյովրի տեղ, իրեն կարող էր թույլ տալ ավելի կտրուկ հակառուսականություն։ Իհարկե այդ կտրուկ հակառուսականությունը հանգեցրեց նրան, որ 2008-ին Վրաստանը քիչ էր մնում կորցներ իր պետականությունը։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ռուսական բանակը Թբիլիսի չմտավ զուտ այն բանի համար, որ հետագայում այլ իշխանության օրոք Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները ինչ որ հեռավոր ապագայում նորմալ հունի մեջ դնելու հեռանկար պահպանվի, այսինքն որպեսզի Վրաստանը, վրացական հասարակությունը, վրաց ժողովուրդը նվաստանալու այդ զգացումը չունենա եւ հետագա իշխանությունները շանս ունենան ինչ որ մի նորմալ վիճակի բերելու ռուս-վրացական հարաբերությունները։ Հիմա մեր պարագայում Հայաստանի ուրեմն հանդեպ արկա մարտահրավերները մեր առջև ծառացած անվտանգային մարտահրավերները այնպիսին են, որ անգամ Նիկոլը չի կարող այսպես վերցնել ու հստակ ու միանգամից խզել հարաբերությունները ռուսների հետ։ Ի վնաս մեր անվտանգության, ի վնաս մեր խաղաղության հեռանկարի, մեր ապագա զինծառայողների, արդեն իսկ գործող զինծառայողների, զինվորների, սպաների կյանքի գնով ու կյանքը վտանգելու գնով անվտանգային հարթությունում Ռուսաստանի հետ համագործակցությունը գրեթե զրոյացրել է, բայց տնտեսական հարթությունում ուղղակի իրենք լինելով ռուսաֆոբ իրենց տեսակով այդ Սորոսա բրիտանական արևմտյան այդ ռուսաֆոբիայի ինկուբատորներում բուծված լինելով հանդերձ իրենք անգամ չեն կարողանում գնալ կապերի խզման ու Հայաստանը ԵԱՏՄ-ում իր ուրեմն ներկայությունը պահպանում է, որտեղ իրենք հասկանում են հակառակ դեպքում տնտեսական աղետն է, հա։ Հետևաբար Նիկոլը չի կարող այսպես հստակ բան անել, կապերը միանգամից խզել, բայց իրենք հետևողականորեն գնում են այս ճանապարհով եւ ռուսները սա տեսնում են ու ակնկալել, որ պետք է Նիկոլին այսպես ջերմ ընդունելություն ցույց տային, իհարկե միամտություն կլիներ, ռուսական դիվանագիտությունը, նաև Պուտինի օրոք, հա, պուտինյան դիվանագիտությունը ունի իր արդեն կարելի է ասել ավանդույթները, իրենք քաղաքավարությունը, դիվանագիտական էթիկան պահպանում են ու ճիշտ են անում, նաև հաշվի առնելով, որ լավ է, վատ է ժողովուրդը կասեր շունթ եկել, հիմա այս պահին սա է Հայաստանի փաստացի իշխանության ղեկին գտնվողը եւ հրապարակային նվաստացնելը կարող է նաեւ ինչ որ չափով վիրավորել հայաստանյան հանրության ինչ որ սեգմենտի։ Հետևաբար սա քաղաքավարությունը ու դիվանագիտական էթիկան ավելի շատ ոչ թե այդ անձնավորությանն է ուղված, այլ հայ հասարակությանը նորմալ վերաբերվելով քաղաքավարի, վերաբերվելով օրվա Հայաստանը ներկայացնող ոչ բարով, հա, առաջնորդին, իրենք ընդգծում են իրենց հարգանքը հայ ժողովրդի ու հայ պետականության հանդեպ։ Սա է շատ կարևոր։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ մենք տեսնում ենք նաև շատ քաղաքավարի, բայց միևնույն ժամանակ կտրուկ նախազգուշացումներ, ինչը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից ոչ միայն աջակցություն չունի, այլև Ռուսաստանում հստակ արդեն կողմնորոշվել են եւ չեն ցանկանում տեսնել իրենց ուրեմն իրենց համար շատ կարևոր է այս ռեգիոնում այդ վատ բարեկամություն վատ խաղացող, շատ վատ դերասանություն անող ռուսաֆոբին, հա, չեն ուզում ուղղակի այդ մարդուն տեսնել։ Սա է փաստը։ Եվ ինչ կարևոր մի բան, տեսեք, նախ սա այդ խայտառակություններ մենք առասարակ 2018-ից այսպես պերմանենտ խայտառակությունների մի հատ շղթայի, անվերջ շղթայի մեջ ենք, հա։ Եվ սա այդ հերթական խայտառակության արարն էր։ Ինչն էր խայտառակությունը։ Ինչ է ասում վարչապետ Կոչեցյալը Պուտինին։ Ի պատասխան այն նախատինքի, հանդիմանանքի, որ
որերորդ անգամ Պուտինը իր առջև հնչեցրեց առայն, որ դուք եք Պրագայում ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, եւ ի պատասխան սա ինչ է ասում է, այո, մենք ճանաչել ենք Ադրբեջանի մաս, Արցախը, բայց դա արել ենք այն բանից հետո, երբ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 2 անգամ ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։ Հիմա այստեղ գիտեք խնդիրը ինչն է։ Նախ առաջինը, ինչու է խայտառակություն։ Անկախ ամեն ինչից, անգամ եթե ենթադրենք, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նման բան է ասել, նման բան չի ասել իրականում, բայց անգամ եթե ենթադրենք, որ նման բան է ասել, դա պատճառ է, հիմք է, որ դու Արցախը ճանաչես Ադրբեջանի մաս, այսինքն դու երկրի ղեկավարն ես, դու սահմանադրությամբ բոլոր գործող օրենքներով Արցախի անվտանգության երաշխավորն ես, քո հայրենիքի տերն ես, քո հող հայրենի տերն ես, ոչ բարով ես պահին, ու դու մեկ այլ պետության ղեկավարի հայտարարությունը հիմք ընդունելով պետք է քո հայրենիքի ինչ-որ մասը ճանաչես թշնամու տարածքի մաս, այսինքն այս տիպի, ինչ ասեմ, սա մանիպուլյացիա էլ չի, սա այն ուղղակի դիմացինին հիմարի տեղ դնել է նշանակում եւ նախ եւ առաջ մեր հասարակությանը դա ասելու բան է, այսինքն պատկերացնում եք ինչ ռեակցիա էլի կառաջանա ոչ միայն ռուսական պատվիրակության, աշխարհում բոլոր երկրներում, հա, երբ նման բան լսեն, էլի Հայաստանը ներկայացնող ղեկավարից, այսինքն դուք ճանաչել եք, դրա համար մենք ճանաչեցինք։ Շատ բան կարող են ասել Ռուսաստանում, Վաշինգտոնում ու չգիտես էլ որտեղ։ Դու ես երկրիդ տերը, դու չպետք է քո երկիրը տաս քո թշնամուն, անկախ նրանից ով որտեղ ինչ է ասում։ Այսինքն սա այնքան էժան, այդ նիկոլական ոճի, այդ պրիմիտիվ, միևնույն ժամանակ շատ, գիտեք, այսպես մարդուն վիրավորող բան է ասվել, ու հենց դրանով մենք խայտառակ եղանք կրկին անգամ։ Բայց ամենակարևորը, այստեղ Հայկ Նահապետյանը անցյալ օրը շատ մանրակրկիտ անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ռուսական կողմը նման բան ասել է, թե չէ, ու փաստերով ապացուցել է, որ չի ասել նման։ Երբեք առասարակ ռուսական կողմը Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս։ Եթե այդպես լիներ, առաջինը, եթե Ռուսաստանը Արցախը ճանաչեր Ադրբեջանի մաս, Ռուսաստանը երբեք չէր լինի ԵԱԿ-ի, ուրեմն Մինսկի խմբի անդամ, որովհետև եթե Ռուսաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, ապա Արցախի խնդիրը բանակցային հարթակ չի բերում, այստեղ բանակցելու խնդիր ուղղակի չկա, բանակցելու հարց չկա, դու ճանաչում ես Արցախը Ադրբեջանի մաս, ապա էլ ինչի շուրջ ես բանակցում։ Հիմա դուք պատկերացնում եք, հանկարծ հիմա Ռուսաստանը սկսի բանակցել Ղրիմի պատկանելիության շուրջ։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ հարցը փակ է, որևէ ֆորմատով, որևէ բանակցության առարկա Ղրիմի պատկանելիության հարցը չի լինելու։ Հիմա եթե նա ռուսները ճանաչեին Արցախն Ադրբեջանի մաս, բայց ինչի են Մինսկի խմբում անդամակցում, խմբին անդամակցում, այդ բանակցությունները ինչի համար էին, եւ հետո նոյեմբերի 9-ի այդ երակողմ հայտարարության մեջ, եթե ռուսներին ձեռնտու լիներ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել, եթե իրենք ճանաչեին Արցախն Ադրբեջանի մաս, դա իր ձևակերպումը կգտներ նոյեմբերի 9-ի հայտնի երակողմ հայտարարության մեջ։ Երակողմ հայտարարության մեջ Արցախի Ադրբեջանի մաս լինելու մասին ոչինչ ասված չէ, ավելին, եւ Պուտինը իր խոսքում դեկտեմբերին արդեն 2020-ի եւ ռուսական կողմը տարբեր մակարդակներով ընդգծել է, որ Արցախի կարգավիճակի հարցը իրենք պայմանավորվել են, հա, երակողմ պայմանավորվածությամբ, ուրեմն որոշում է կայացվել թողնել ապագային, կարգավիճակի հարցը թողնել ապագային, այսինքն սա շանս էր Հայաստանի իշխանության կամ հաջորդ իշխանության համար, ինչ որ X պահի այդ թեման առաջին պլան մղելու համար։ Այսինքն
ինչի մասին է խոսքը, ինչու պետք է Ռուսաստանը խաղաղապահ կոնտինգենտ մտցնի Արցախ, եթե Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Խաղաղապահ կոնտինգենտում պետք է պաշտպաներ, եթե Արցախը Ադրբեջանի մաս պետք է իրենք ճանաչեին։ Ես ելի եմ ուզում հիշեցնել 2020-ի նոյեմբերի 9-ի դրությամբ Արցախը գրեթե դատարկվել էր եւ եթե ռուսներին ձեռնտու լիներ Արցախը Ադրբեջանի մաս տեսնել, իրենք խաղաղապահ ուժեր ուղղակի չէին մտցնի։ Խաղաղապահ ուժերը մտել են Արցախ Հայաստանի Հանրապետության տարածքից, հետեւաբար իրենք այստեղ էին հայության շահերը պաշտպանելու համար, որովհետեւ հայության շահերը եւ Ռուսաստանի շահերը Արցախի պարագայում լիարժեքորեն համապատասխանում էին ու համընկնում էին իրար։ Բայց ինչ տեղի ունեցավ 2022-ին Պրագայում արևմուտքի ուղղորդմամբ, թելադրանքով, պարտադրանքով ստորագրվեց ինչ որ բան Մակրոնի ու Շարլ Միշելի ներկայությամբ, ձեռք բերվեց պայմանավորվածություն, ամենայն դեպս այդպես ավելի հստակ ասենք, Մակրոնի ու Շարլ Միշելի ներկայությամբ ու պարտադրանքով ու ուղղորդմամբ ձեռք բերվեց պայմանավորվածություն, համաձայն որի Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Եվ ամենակարևորը, որպեսզի էլի ու էլի մեր ժողովուրդը հասկանա, որ այդ դավադրության հակաարցախյան ու հակահայկական դավադրության մեջ ռուսները որևէ կապ չունեն։ Երբ սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը, ուրեմն ազգային ժողովում հայտարարեց, որ միջազգային հանրությունը ստիպում է իրենց իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, այստեղ պետք է ցանկացած սթափ միտք ունեցող մարդու մոտ հարց առաջանար։ Միջազգային հանրություն ասվածը ովքեր են, որ ուժային կենտրոնն է, որ ստիպում է Նիկոլին գնալ կարգավիճակի ուրեմն նշաձողը իջեցնելուն։ Ու մի քանի օր հետո պարզվեց, որ սա արևմուտքն է, որովհետև այդ նշաձողը իջեցվեց Պրագայում։ Իսկ Պրագան եվրոպական ամենահակառուսական կենտրոններից մեկն է, նամանավանդ 2022-ի հոկտեմբեր, Ուկրաինայում հատուկ ռազմագործողության այսպես ռուսական կողմի համար դժվարին պահը, երբ ուկրաինացիները հակահարձակման էին անցել, ռուսական կողմը Խարկովում տարածքներ էր կորցնում, պարզ է, որ այս իրավիճակում, եթե Պրագայում է իջեցվում Արցախի ուրեմն կարգավիճակի նշաձողը, նշանակում է այդ միջազգային հանրությունը, որ ստիպում է Նիկոլին իջեցնել այդ նշաձողը, արևմուտքն է, եւ դրա վառապացույցը այն էր, որ Շարլ Միշելն ու Մակրոնը այդ համաձայնությունների ուրեմն խավորի կարգավիճակում էին, գտնվում։ Հետևաբար Արցախյան աղետի մեղքը արևմուտքինն է։ Իհարկե այստեղ վերապահում ենք անում։ Եթե Հայաստանում լիներ նորմալ իշխանություն, արևմուտքը հաշվի կառներ Հայաստանի դիրքորոշումը, ինչպես հաշվի է առել Տեր-Պետրոսյանի օրոք, Քոչարյանի օրոք ու Սարգսյանի օրոք։ Իսկ այն, որ իրենք Արցախը տեսել են Ադրբեջանի մաս ու սա իրենց ձեռնտու է եղել, ակներև է, բայց իրենք իդեմս Հայաստանի տեսել են դիմադրելու պատրաստ դիմադրող շահերը առաջ մղող իշխանություն 91-ից մինչև 2008-ը եւ հաշվի են նստել այս իշխանության հետ, իրենց բացահայտ հակաարցախյան դիրքորոշումները բացահայտ չեն արտահայտել, աներկբայորեն արկա հակաարցախյան դիրքորոշումները բացահայտորեն չեն արտահայտել, բայց իրենք իշխանության են բերել մի խամաճիկի, ով իրենց բուն նպատակը կյանքի է կոչել եւ իհարկե Նիկոլի պարագայում իրենք այլևս որևէ խնդիր չունեին ուրեմն իրենց բուն հակաարցախյան տրամադրությունները քողարկելու թաքցնելու եւ արդյունքում Պրագայում Արցախը դարձավ Ադրբեջանի մաս, թեպետ Հայաստանի գործող օրենսդրության կոպիտ խախտմամբ, Հետևաբար այս հանգամանքը հաշվի առնելով եւ իհարկե երբ դա տեղի ունեցավ ռուսական խաղաղապահ առաքելության լեգիտիմության հարց առաջացավ եւ այդ պահից սկսած ռուսները ովքեր ամեն կերպ խուսափում էին եւ մինչեւ հիմա էլ խուսափում են երկրորդ ճակատի հերանեկարից պայմանավորված ուկրաինական իրադարձություններով տեսնելով որ մի կողմից Հայաստանում իշխանության ղեկին հայտնվածը հեշտ ու հանգիստ տալիս է Արցախը, տեսնելով, որ ներքին դիմադրությունը այն աստիճանի մեծ չէ, որ զսպեր
հա գործող իշխանությանը դավաճանությունից իրենք ինչ հայտարարեցին, Մոսկվան ինչ հայտարարեց, ասեց մենք Հայաստանի ցանկացած դիրքորոշում ընդունում ենք, եթե դուք այդ դիրքորոշումն եք արտահայտում, բարի, որովհետև պետք չի ռուսներից ակնկալել լինել ավելի հայ, քան Հայաստանի ղեկավարն է, եւ այն իրավիճակում, երբ ռուսներին ձեռնտու չի երկրորդ ճակատ բացելը որևէ տեղ, այդ իրավիճակում ռուսներից պահանջել Ադրբեջանի դեմ կտրուկ գործողություններ ձեռնարկել։ Բայց դրա հետ մեկտեղ հատուկ ուզում եմ ընդգծել այն շեշտադրումը, որ Պուտինը ի սկզբանե արեց, որ Արցախյան հարցը շարունակում է մնալ զգայուն։ Սա շատ կարևոր դիվանագիտական ձևակերպում է։ Սա նշանակում է, որ իրենք էլ են ակնարկում, որ այս հարցը փակված չէ, եւ ամենակարևորը 3 թե 3 առաջի օրը, ուրեմն երբ իրենք Թուրքմենչայի պայմանագրին հղում արեցին, չէ՞ Մարիամ, ճիշտ եմ, չէ՞ հիշում, Թուրքմենչայի պայմանագրի մասին է, չէ՞ խոսք եղել։ Հա, կարծում հա։ 2 օր առաջ ռուսական կողմը հղում է արել, եթե չեմ սխալվում, Թուրքմենչայի պայմանագրին։ Եվ սա իր հերթին նշանակում է, որ ռուսական կողմը հետագայում Արցախի, նաև Նախիջևանի հետ կապված բավական հետաքրքիր հեռանկարներ է, այսպես ուրվագծում, բայց ժամանակից առաջ չենք ընկնում, ուղղակի ուզում եմ ընդգծել, որ ռուսների համար Արցախի թեման փակված չէ եւ այդ ակնարկները դիվանագիտական հենց այդ մասին են խոսում։ Իսկ Նիկոլի խայտարակության, այսպես խայտարակ այցը Մոսկվա, եթե ամփոփելու լինենք, ես տնտեսական կողմին չեմ անդրադառնում, շատ են խոսել, այդ այցից ինչ կարող էր քաղելու ստանալ, այն է, որ իր ֆեյքերի ֆաբրիկան, հերթական ֆեյքը տարածի, ֆեյքը, այդ ֆեյքերը տարածի, թե տեսեք Նիկոլը ինչ արեց Պուտինի ներկայությամբ, իդեպ նույն տրամաբանությամբ, նույն շեշտադրումներով ադրբեջանական լրատվամիջոցներն են հրապարակումներ անում։ Մի գովերքել են գովերքում Նիկոլին, Ալենին, ու ամենակարևորը մոսկովյան այցի տրամաբանական արդյունքը եղավ այն, ինչ դեռ 3 աբսուրդ կթվար, ու մեր հասարակությունը սա պետք է շարունակի ընկալել իբրև աբսուրդ անհեթեթություն, առայն որ ոչ ավել ոչ պակաս Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Ադրբեջանը իրենց անձնական, նիկոլական այդ խմբակի անվտանգության, Թայֆայի, Բոլուկի անվտանգության երաշխավորն է։ Դեռ իդեպ հարց է երաշխավորն են, թե չէ, իրենք դավաճաններին ոչ միտեղ չեն ընդունում լիարժեքորեն։ Ռուսաստանում Արցախի վերաբերյալ խոսակցությունից հետո ես բանջամանյակ ուզում Ադրբեջանի վայնասունին անդրադառնալ։ Այո։ Դրան անդրադառնանք եւ հետո այո, հենց նույն Ալեքս Սիմոնյանի հայտարարությունը, որ այլևս բաց տեքստով ով էր զարմանում իհարկե, որ իրենց դուք էլ ասացիք, թե հարց էին անցնել, անվտանգության երաշխավոր լինելու թե ոչ, այս մասով։ Տեսեք, ի տարբերություն սրանց, այ տեսեք, թշնամուն պետք է չթերագնահատել եւ թշնամու առավելությունները պետք է տեսնել։ Ադրբեջանական կողմը, ադրբեջանական դիվանագիտությունը ունի որոշակի ավանդույթներ, հա, որքան, չգիտեմ, հետ խորհրդային շրջանից եթե մեկնարկը տանք, իրենք ունեն բավական արդյունավետ աշխատող դիվանագիտություն, եկեք չթերագնահատենք թշնամուն, եւ իրենք շատ լավ զգում են այն վտանգները, որ արկա է ռուսական կողմից հնչեցված այդ դիվանագիտական ակնարկների ենթատեքստում։ Իրենք տեսնում են ռուսական կողմի դիվանագիտական այդ ակնարկների ենթատեքստը, այդ սպառնալիքը իրենք տեսնում են, դրա համար էլ վայնասուն են դրել։ Հասկանում եք, եւ այստեղ շատ կարեւոր մի բան, իրենց համար օդի ջրի պես անհրաժեշտ է Նիկոլի վերարտադրությունը։ Պետք է դա իրենց, պետք է Էրդողանին, պետք է ուրեմն հակառուսական այդ սոուսի մեջ էփվող եվրաչինովնիկությանը, պետք է բրիտանական էլիտաներին, գուցե ինչ որ չափով պետք է նաև Թրամփին, թեպետ Թրամփի խնդիրները հիմա այնքան շատ են, որ օգոստոսի 8-ին չէր հիշում Հայաստանն ու Ադրբեջանը չեր անցալում Նիկոլին, որ մնաց թե հիմա ուղեղը գլուխը խառն է Թրամփի, բայց իրենց էլ ինչ որ չափով էլի ձեռնտու է սրա վերարտադրությունը, եւ իդեպ ինչու է ձեռնտու կարեւոր մի բան։ Օրեր առաջ ուրեմն Միացյալ Նահանգների փոխդեսպանը
երկրաբանի օրվա հետ կապված ինչ որ հայտարարություն է արել, ստրատեգիական համագործակցության մասին է խոսել, տեսեք, Սյունիքը մեր ապագա պետականության վաղվա բարեկեցության շտեմարանն է, հա, իր օգտակար հանածոներով։ Այդ օգտակար հանածոների վրա աչք ունեն, նաև աչք ունի Թրամփի վարչակազմը, որովհետև եթե իրենք միջանցքը ստանում են, Հայաստանից այդ տարածքը օտարվում է, իրենք նաև լուրջ հեռանկարներ ունեն ռեգիոնի հանքարդյունաբերության հետ կապված եւ այստեղ կա նաև ենթադրություն, որ հազվագյուտ, հազվադեպ հանդիպող մետաղներ գուցե կան, այսինքն իրենք ինչ որ հեռանկար են տեսնում նաև հանքարդյունաբերության մեջ ներգրավվելու եւ ըստ էության Հայաստանի հանքային ռեսուրսները իրենցով անելու առումով, խլելու, վերցնելու առումով ինչը շատ վտանգավոր է մեզ համար եւ թրիփի հավելյալ վտանգներից մեկն է իդեպ, այսինքն այստեղ մենակ միջանցքը չի եւ Հայաստանից օտարված տարածքը չի, այստեղ նաեւ Սյունիքի ռեսուրսներն են, հանքային ռեսուրսներն են, որոնց վրա ամերիկյան կողմը աչք է դրել ու որոնք ուղղակի մեզնից թրիփի կոնտեքստում փորձելու են ամերիկացիները խլել ու այդ առումով նաեւ գուցե Թրամփին այսպես լդեռ ձեռնտու է Նիկոլի վերարտադրությունը, բայց հարց ինչպես է վերարտադրվելու Նիկոլը։ Տեսեք, ամերիկյան մի ընկերություն ռեյտինգ էր նկարել, ոչ ավել ոչ պակաս 27.9%, բայց մենք տեսնում ենք, որ իրականում նիկոլական այդ կոնգլոմերատի, այդ անհագ հավերժ սովածների այդ խմբակը ըստ էության դրա կեսն ունի, այդ 27 չգիտեմ քանի տոկոսի եւ դա նաեւ փաստվում է վերջին սոցհարցման արդյունքներով, ես հիշեցնեմ, շատ հետաքրքիր էր Գելապի արդյունքների հրապարակումից հետո Նավասարդյանը հարցազրույց էր տվել նաեւ Փաստինֆոյին նույն օրը եւ շատ հետաքրքիր միտք էր արտահայտել, որ այդ 24%-ը, որ իրենք ներկայացրել են ասուլիսի ժամանակ, ներառում է նաեւ ադմինիստրատիվ ռեսուրսը, իսկ ադմինիստրատիվ ռեսուրսը իրենք գնահատում են 8-ից 10%-ի սահմաններում եւ այսինքն ինչ է ստացվում, եթե ադմինիստրատիվ ռեսուրսը դուրս ենք բերում, իրական վարկանիշը, այսինքն իրականում Նիկոլին վարչապետ տեսնող ուրեմն մեր համաքաղաքացիների թիվը տատանվում է մոտ 13-ից 15%-ի, 16%-ի, այստեղ պլյուս-մինուս է 1-2%։ Ահա այս շրջանում այստեղ կա շատ կարևոր այդ ադմինիստրատիվ ռեսուրսի կողմը, բայց այստեղ էլի փաստ չի ու հստակ չի, այդպես երաշխավորված չի, որ պետական ինստիտուտները ներկայացնող պետական հիմնարկների անձնակազմը այդպես գնալու է ու հենց Նիկոլ է ընտրելու, գուցե գնա, գուցե խափի ասի Նիկոլ եմ ընտրել, բայց ես վստահ եմ, որ այս ռեսուրսի մի մասն էլ է Նիկոլը կորցնելու, որտեղ այնուամենայնիվ այդ փակ քվեարկության պայն, որտեղ պետք է ծրարի մեջ այդ բանը դնես, քվեաթերթիկը դնես, դու ես մենակ ես դու, այստեղ դու ազատ ես քո գործողություններում եւ պետական համակարգի աշխատողներից շատ-շատերը կարծում եմ այդպես էլ վարվելու է, գալչկան դնելու են, ցույց են տալու վերադասներին, որ գնացել մասնակցել են, խափելու ասելու են, սրանց են ընտրել, իրականում այլ ուժ են ընտրելու։ Այնպես որ անգամ այդ ադմինիստրատիվ ռեսուրսն էլ ասել որ լիարժեքորեն իր օգտին է աշխատելու, այստեղ էլի վերապահումներ կան ու շատ մեծ։ Հետևաբար վերարտադրվելու շանսերը գրեթե չէ, ես վստահ եմ որ զրոյական է, հա նիկոլական իշխանության վերարտադրման սցենարը զրոյական է։ Հիմա արևմուտքին ամեն գնով պետք է վերարտադրել Նիկոլին, թուրք-ադրբեջանական տանդեմին միաժամանակ։ Ինչպես։ Միակ բանը, որ իրենք երկար ուսումնասիրելով դաշտը, հա, միակ հետևությանը, որ հանգել են, որ այն միակ մարտավարությունը, որ էլի ինչ որ քանակ ձայների կարող է Նիկոլենს բերել, սա պատերազմի շանտաժն է։ Ես անգամ խաղաղության օրակարգ արտահայտություն չեմ ուզում օգտագործել, պատերազմի շանտաժը։ Բայց սա էլ արդեն չի աշխատում, մարդիկ սթափվել են, եւ հիմա տեսեք ինչն է խնդիրը։ Եթե նիկոլական խաղաղության օրակարգը մի ինչ որ պահից, հա, ակնառու դառնա, որ չի տալիս ցանկալի արդյունքը, այսինքն խաղաղության օրակարգ կեղծ շինծու օրակարգ առաջ մղելով, պատերազմով վախեցնելով, պատերազմի շանտաժով
Եթե արևմուտքը ադրբեջանա-թուրքական տանդեմը տեսնի, որ այս օրակարգը չի բերում Նիկոլի վերարտադրությանը, կարող է ճիշտ հակառակ սցենարը խաղարկվել։ Մասնավորապես ես չեմ բացառում նախընտրական շրջանում ադրբեջանական ագրեսիայի հավանականությունը սահմանափակ ուժերի միջոցների կիրառմամբ լոկալ, բնույթի չեմ բացառում եւ ենթադրում եմ, որ այդ ագրեսիայի համար իբրև սադրանք, իբրև առիթ հանդես է գալու այն խեղկատակությունը, ինչը նիկոլական իշխանությունը իբրև զորահանդես մեզ փորձելու է մատուցել մայիսի 28-ին։ Տեսեք, մեր բանակը զորավարժություն անգամ չի արել։ Տարիներ շարունակ զորավարժություններ են անցկացնում, նայեք, իրենք մատարական զորավարժություններ, խնդրեմ։ Տեսեք, իրենք Մարիամ ջան, իրենք միշտ են անում ռազմական, ուրեմն պոտենցիալի դիսբալանսը Հայաստանի ու Ադրբեջանի ուղղակի աներևակայելի սահմանների է ասել օրվա իշխանության բացահայտ անգործության ապառազմականացման օրակարգը բանակային ռեֆորմների անվան տակ ուրեմն կյանքի կոչելու արդյունքում, բայց սա առանձին մի բան, տեսեք, մենք անգամ զորավարժություններ չենք անցկացրել տարիներ շարունակ ու մեկ էլ հանկարծ ոչ ավել ոչ պակաս զորահանդես։ Պարզ է, որ սա արվելու է Արևմուտքի ու Ալիևի, Էրդողանի լուռ համաձայնությամբ, այստեղ իրենք կամ ձեն չեն անելու, ինչ-որ կոպիտ ռեակցիաներ, կտրուկ ռեակցիաներ չեն տալու, որտեղ հասկանալու են, որ դա կարող է բերել Նիկոլի վերարտադրությանը, բայց ես չեմ բացառում երկրորդ տարբերակը, որ այդ զորահանդես ասվածը, ինչ իրականում խեղկատակություն է, արդեն իսկ պարզ է, որ խեղկատակություն է, կանադառնանք թե ինչու, բայց սա կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանը սահմանափակ մասշտաբի ռազմագործողություններ սկսի, ինչի անվան տակ սրանք ռազմական դրություն մտցնեն ու ընտրությունները չեղարկեն։ Եվ մեր պետականակենտրոն ուժերը պետք է այս սցենար աչքի առջև ունենան եւ ինչ որ համապատասխան սխեմա գործունեության ունենան, այս իրավիճակում։ Սա ինչու, տեսեք, իհարկե այս պարագայում Նիկոլի խաղաղության օրակարգը իսպառ քարուքանդ կլինի, բայց ես ուզում եմ ընդգծել հետեւյալը, էլի որ եթե խաղաղության օրակարգը չի բերում Նիկոլի վերարտադրությանը, ապա ուրեմն պատերազմի օրակարգով Նիկոլին իշխանության պահելու օրակարգը կարող է առաջ մղվել եւ այստեղ պետք է ուրեմն զգուշ լինել, ուշադիր հետևել զարգացումներին։ Ամենակարևորը պատերազմի շանտաժի հետ կապված։ Նիկոլի ընտրությունն է բերելու պատերազմի եւ Նիկոլի իշխանությունից հեռանալն է, որ ապահովելու է արժանապատիվ խաղաղությունը։ Ինչու՞։ Իդեպ, երբ որ սրանք իրենց ինչ-որ համագումար են արել, չէ, հավաք են արել, իրենց թիմն են, չէ, իբր թիմ ունեն, մի հատ էլ ներկայացրել են, Նիկոլին վարչապետի թեկնածու են առաջ քաշել, մի խոսքով այդ իրենց այդ միջոցառման ժամանակ Լիլիթ Մակունսկա, այդպիսի կերպար հայտարարել է, ասել է, դե բառացի եմ ասում, արժանապատվությունը խաղաղության հետ կապելը վտանգավոր է։ Լսել եք Մարիամ այդպիսի հայտարարություն։ Հիմա տեսեք, ուրեմն նվաստացում պատերազմ այդ պատճառահետևանքային մասին խոսել է Ուինստոն Չերչիլը, հայտնի Մյունխենյան, այսպես կոչված Մյունխենյան դավադրության կոնտեքստում, երբ ասել է, որ մենք ունեինք ընտրություն նվաստացման ու պատերազմի միջև, մենք ընտրեցինք նվաստացումը, ստացանք պատերազմ։ Կրկնում եմ, ասողը Ուինստոն Չերչիլն է։ Բայց Լիլիթ Մակունցի կողքին Չերչիլն ով է։ Մի պատահական մի բան չէ, լսեք Լիլիթ Մակունց, այն նույն Լիլիթ Մակունցը, ով 2020-ին ասում էր, որ Թուրքիան երբևէ Ադրբեջանի կողմից մեր դեմ չի պատերազմելու։ Բնականաբար այս մարդիկ ոչ ամոթի, ոչ մեղքի զգացում չունեն։ Դե իհարկե, իրենք մարդկանց հիմարի տեղ դնելու առումով բարոյական որևէ այսպես արգելակներ չունեն, իրենք մի բան են հասկանում, որ առնվազն գոնե իրենց
ընտրազանգվածին պետք է փորձեն հետ բերեն, իրենք ակնկալիք չունեն, որ հա, այսպես մեծ ընտրազանգված են ձեռք բերելու, առնվազն գոնե իրենց ընտրազանգվածը հետ բերելու մասին է խոսքը, դե հիմա ասել է այդ 15%-ը, որ պատրաստ է Նիկոլ ընտրելու, ըստ ամենայնի ամեն ինչի հավատում է, ցավոք սրտի եւ գուցե անգամ դրան հավատա, այդ հայտարարությանը հավատա։ Հիմա իրականում տեսեք, արյունահեղ պատերազմը, ես շատ մեծ ուշադրությամբ եմ հետևում այս տաղավարի բոլոր հյուրերի ելույթներին եւ այն թեզը, որ արյունահեղ պատերազմ է լինելու Նիկոլի վերարտադրության պարագայում, կարծեմ Երվանդ Բոզոյանն էր ասել, շատ ուշադրությամբ եմ իրեն լսում, իր Թովմասյանի հարցազրույցները շատ հետաքրքիր են։ Ուրեմն ոչ միայն համամիտ եմ, ես փորձեմ հիմնավորել այս թեզը։ Նայեք, եթե դու գնում ես ապա ռազմականացումը կյանքի կոչելու տարբերակով ու դա անում ես ռեֆորմների անվան տակ։ Եթե Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում ու դու ընդունում ես, նշանակում է դու ահավոր թուլացած ես։ Թույլը մատչելի թիրախ է։ Անկամ եթե նիկոլական իշխանությանը հաջողվի 0.01% մի այսպիսի հավանականություն թողնենք, որ ենթադրենք բոլոր հնարավոր ու անհնարին ընտրակեղծիքների, այլանդակությունների, ճնշումների արյուն հեղելու գնով իրենք կարողացել են վերարտադրել իրենց իշխանությունը։ Միևնույն է, իրենք այն մեծամասնությունը, որ հիմա ունեն խորհրդարանում, այլևս չեն ունենալու։ Իրենք ավելի թուլացած են, եթե անգամ վերարտադրվեն, շատ ավելի թուլացած են վերարտադրվելու։ Ու այս ֆոնին Ադրբեջանի պահանջները ավելի թուլացած լինելու ֆոնին Նիկոլը չի կարողանալու հենց այնպես կատարել։ Եվ ելի առաջի պլան է գալու պատերազմով այդ պահանջները կատարելու հեռանկարը, այսինքն ինքը ինչ է ասելու է, տեսեք, այստեղ իբր կան ռևանշիստներ, իրենց պատճառով Ադրբեջանը չի գնում խաղաղության։ Ադրբեջանին պետք է ամեն գնով Սյունիքին տիրանալ, առնվազն այդ միջանցք ասվածը դարձնել իր ուրեմն իրենը, այդ թրիփ, այդ մոռացեք, Ադրբեջանը եթե հարձակվի ու նվաճի այդ տարածքը, ամերիկյան կողմից որևէ այսպես զսպման չի հանդիպելու, ընդհակառակը այդ թրիփի անվան տակ նույն միջանցքն է, այդ միջանցքը ձեռնտու է նույն արևմուտքին, ամերիկացիները այդ միջանցքի հանդեպ իրենց շահը կիրացնեն արդեն Ադրբեջանի հետ սեպարատ բանակցությունների միջոցով, այնպես որ թրիփը չի ուրեմն կանխելու ադրբեջանական ագրեսիան, սա առնվազն միամտություն է այդպես կարծելը, ինչ է լինելու։ Նիկոլը չի կարողանալու ադրբեջանական պահանջները հենց այնպես կատարել։ Եվ ադրբեջանական պահանջները էլի կատարվելու են հերթական ռազմական աղետի ֆոնին, որի մեղքը սա էլի գցելու է նոր ձևավորված հակառակ ուրեմն քաղաքական բևեռի, քաղաքական ընդդիմության վրա եւ պատերազմով էլի աղետի բերելով երկիրը նոր է կարողանալու կատարել Ադրբեջանի պահանջները։ Ես կրկնում եմ, Նիկոլի իշխանությունը, եթե այդ 0.01 հավանականությունը, հա, 0.01% հավանականությամբ վերարտադրվեց, շատ ավելի թուլացած է վերարտադրվելու, չի կարողանալու հենց այնպես ադրբեջանական պահանջները կատարել։ Չի կարողանալու նշանակում է ռազմագործողություններով այդ պահանջները կատարելու սցենարն է գալիս առաջին պլան, ինչ խաղաղություն, ինչ բան, խաղաղության օրակարգը պետք է մարդկանց խաբելու Նիկոլին վերարտադրելու համար, հենց Նիկոլը դարձավ վերարտադրվի ու վերընտրվի, դառնա էլի այսպես դա իր կերպարով հանդերձ կառավարությունում նստեց, խաղաղության օրակարգը սկսած այդ պահից դադարելու է գոյություն ունենալ։ Այնպես որ ճիշտ են ասում մեր այն մասնագետները, մեր գործընկերները, որ Նիկոլի օրոք է, որ լինելու է արյունահեղ պատերազմ, որովհետև ավելի թուլացած լինելով, թեպետ վերարտադրվելով, բայց ավելի թուլացած վերարտադրվելով, Նիկոլը չի կարողանալու հենց այնպես բավարարել ադրբեջանական պահանջները եւ այդ պահանջները բավարարելու միակ ճանապարհը էլի լինելու է բախումը, պատերազմը, որի մեղքը նա փորձելու է մյուսների վրա գցել։ Իդեպ մի բան էլ ասեմ, շատ կարևոր մի բան, եթե 2021-ին մեր ժողովուրդը ավելի գիտակից գտնվեր, ավելի մեծ թվով մարդիկ գային մասնակցեին, եթե նիկոլական այս մեդիա մանիպուլյացիաները ավելի քիչ
ձևով, հա, ավելի քիչ թվով զոհեր ունենային, հա, զոհերի գտնեին, այդ մանիպուլյացիաներին քչերը տրվեին։ Մի խոսքով, եթե 2021-ին Ռոբերտ Քոչարյանը լիներ վարչապետ, առնվազն մի քանի 100 հայորդի ողջ կլիներ, մենք չէինք կորցնի ոչ միայն Արցախը, նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի այն հատվածը, որ հիմա կորցրել ենք, ինչու, որովհետև արդեն հաջորդ իսկ պահից հայ-ռուսական դաշինքի համատեքստում մենք բոլոր անհրաժեշտը, ամեն անհրաժեշտը կստանայինք ինտենսիվ մատակարարումների տեսքով եւ ադրբեջանական կողմը Ալիևը ուղղակի ռիսկ չեր անի դիմելու ագրեսիայի։ Գուցե մի անգամ փորձեր, բայց այդ փորձը փորձանքի կվերածվեր եւ այդ փորձի արդյունքում ես վստահ եմ երկրի ճիշտ կառավարման պարագայում, ինչի փորձը Քոչարյանը ուներ, մենք անգամ շատ բան հետ կբերեինք։ Այսինքն, եթե անգամ ենթադրենք, որ կլիներ ագրեսիա, ընդհանրապես մեկը կլիներ։ Մինչդեռ Նիկոլի վերարտադրությամբ պայմանավորված մենք ունեցել ենք ագրեսիա 2021-ի նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին, դեռ փոքր բախումների մասին չեմ խոսում, 2023-ի Արցախյան աղետը եւ ունեցել ենք մոտ 500-ի հասնող զոհեր, 230-ի մոտ Արցախում, մոտ 200-ը Ջերմուկում, մոտ 30-ը 2021-ի էսկալացիայի օրերին, ել չեմ խոսում անհասկանալի խիստ տարօրինակ պայմաններում այրված 15 զինծառայողների մասին։ Մի խոսքով, այստեղ հերթական այս աղետի շղթան ուղղակի կընդհատվեր։ Հիմա մեր ժողովուրդը ունի ընտրություն 3 պետականակենտրոն ուժերի միջև։ Պարոն Ջանալյան, ես հենց դրան եմ ուզում գանք, այո, Համեցեք։ սպասվում են ընտրություններ, բայց այս փուլում նաև մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ ինչով է պայմանավորված, վերջում դեռ վախենամ միլիարդատերից դառնա բոմժ, այս խոսույթ է սահմանի ինչի դրսևորում է եւ այո, գնում ենք ընտրությունները, այսպես ունենք հիմնականը դիմադրի բլոկ։ Նայեք, իրենք բարոյական տհասության ստորին շեմ չունեն։ Այո, որտեղ բարոյական տհասությունն էլ պիտի ունենա ստորին շեմ, իրենց մոտ չկա սա, եւ այդ գրեիկ բառապաշարը, հա, բոմժին հատուկ։ Բառապաշարը բոմժին հատուկ կեցվածքն ու պահվածքը, այդ երբեք չկշտանալու այդ բոմժական նկարագրի մի կարևոր մասը, որ արդեն բոլորի համար է բանն, հա, ակնառու։ Սա մի կողմ, հա, իրենց բոմժական նկարագիրը փաստ է ու շատ-շատերը սա տեսել են ու հասկանում են։ Ուրիշ խնդիր կա։ Իրենք սարսափած են, նախ սարսափած են, որովհետև Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը ուժեղ թափ է հավաքում։ Իրենք սա տեսնում են, մարդիկ ոչ միայն սթափվել են, ունեն այլընտրանք, եւ իդեմս Սամվել Կարապետյանի, ով շատ դրական համբավ ուներ հələ դեռ մինչև այս ամբողջ իրադարձությունները, եւ հիմա Սամվել Կարապետյանի դրական համբավը տրանսֆորմացվում է իբրև նախընտրական ռեսուրս իդեմս ուժեղ Հայաստանի։ Սա իրենք տեսնում են, սարսափած են հենց այն պահից, երբ Սամվել Կարապետյանը մտավ գործընթացների մեջ, չեք հիշում, նկարների դեմ էին պայքարում, արգելում էին մարդու նկարները քաղաքում փակցնել, անհեթեթություն, իդիոտիզմ ուղղակի, որովհետև չեն հասկանում, որ այս պրիմիտիվ ռեպրեսիաները ընդհակառակը միայն ավելի հեղինակավոր են դարձնում Կարապետյանին, ավելի մեծ կշիռ են տալիս նրա կերպարին, համբավը ավելի մասշտաբային է դառնում, հասկանում եք, ցուկ ցվանգի վիճակի մեջ է իշխանությունը, հիմա էլ ինչ որ էլի անհեթեթ օրենսդրության փոփոխություն, հա, որ անունը դաշինքի անվան մեջ առաջնորդի անունը չնշվի, հա, ենթադրենք նշվի ուժեղ Հայաստան ֆորմալ առումով, բայց ամեն երկրորդ բառից հետո ընդգծեն, որ Սամվել Կարապետյանի այդ անվան մեջ չկա, բայց սա ինչի համար են անում, ամեն ինչի մեջ պետք է տրամաբանություն տեսնել, չէ՞, սա անում են մի բանի համար, որ այն հատվածը, որ դեռ պասիվ է չի կողմնորոշվել, ճանաչելիության ընդլայնումն են փորձում այսպես կանխել Սամվել
Սամվել Կարապետյանի թիմի, բայց արդեն շատ ուշ է, ու սա հակառակ էֆեկտին է բերելու, ընդհակառակը սա ավելի մեծ ճանաչելիություն է բերել, ես չգիտեմ ովքեր են սրանց խորհրդատուները, այդ բոմժավոզի հանձնակազմից են, դրսից են, ինչ չեն ամեն դեպքում, սա մի հուսահատ եւ եկեք իրերը իրենց անունով կոչենք ախմախ նախաձեռնություն է բառի իմաստով, որովհետեւ այսպես դուք ավելի ճանաչելի դարձրեցիք Սամվել Կարապետյանի թիմին եւ արդյունքները իրեն զգացնել է տալու շատ շուտով։ Հիմա շատ կարեւոր մի հանգամանք, ես շատ եմ ասում այս օրերին ու ելի եմ կրկնում նաեւ առիթը օգտագործելով եմ ասում, ինձ շատ մեծ լավատեսություն է ներշնչել Կարապետյանի անվտանգային թիմում Արթուր Ավանեսյանին տեսնելը, լեգենդար կանդազին, լեգենդար ազատամարտիկ, պրոֆեսիոնալ զինվորական, գիտեք, երբ որ մենք խաղաղության մասին ենք խոսում, ժողովուրդ ջան, խաղաղության կերպարն ու խաղաղության սիմվոլը Արթուր Ավանեսյանի նման տղեկն են, որովհետև իրենք խաղաղություն են պարտադրել տարիներ շարունակ։ 10-րդ լեռնահրացիկային դիվիզիայի սիմվոլներից մեկն է Արթուր Ավանեսյան, հարյուրավոր է թե ոչ հազարավոր զինվորներ զորակոչված, զորացրված կհաստատեն, թե ով է, լեգենդ է։ Եվ եթե դու ուզում ես խաղաղ ապրել, այսպիսի մարդիկ պետք է լինեն բանակում, այսպիսի մարդիկ պետք է լինեն որոշումների կայացման, ուրեմն այդ հանգուցային կետերում ու պաշտոններում, այսպիսի մարդիկ պետք է լինեն առաջի էշելոնում իշխանության, որպիսի բանակը բերեն հասցնեն այնպիսի մի վիճակի, որ թշնամու մտքով անգամ չանցնի ագրեսիային դիմելը, հասկանում եք, տեսեք, Ալիևը մատ թափ տալը որն է, երկաթյա բռունցքով էր սպառնում Իրանին, այդ սադրանք կազմակերպեցին, Նախիջևանի օդանավակայանում այդպես երևի ծրագրված էր, որ ի պատասխան Ադրբեջանը մտնելու է թեմայի մեջ։ Եվ հոխորտալ սկսեցին Ալիևը իր հերթին են, Զաքիր Հասանովը իր հերթին։ Ինչ տեղի ունեցավ։ Իրանական կողմը մատ թափ տվեց ու սպառնաց, որը Ադրբեջանում հասկացան, որ սա ընդամենը խոսքեր չի։ Շատ լուրջ հարված կարող է հասցվել Ադրբեջանին ու իրենք ինչ արեցին։ Ալիևը ինչ արեց։ Օգնություն ուղարկեց 2 օր հետո։ Այսինքն այդ հոխորտանքը անհետացավ, հոդս ցնդեց ուժի դիմաց։ Դե մենք էլ կարող ենք այդ ուժը ունենալ, վերստեղծել այդ ուժն ու հնարավորությունը, հա, Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու, նաև օգտագործելով դաշնակից Ռուսաստանի, պոտենցիալ դաշնակից Իրանի հետ մեր դաշինքը։ Ու որպիսի դա տեղի ունենա, ուշադիր հետևեք մեր պետականակենտրոն թիմերում ովքեր են Արթուր Ավանեսյանի պես տղեկը, եթե Սամվել Կարապետյանի կողքին են, ուրեմն մենք ունենալու ենք երաշխավորված արժանապատիվ խաղաղություն, որովհետև ուժեղին չեն հարվածում։ Ալիևը շատ լավ գիտի ուժեղ հայ բանակի, հայ ռազմական այդ ներուժի վտանգը եւ հարվածում են միայն նիկոլական իրական Հայաստանին, որովհետև այդ նիկոլական իրական Հայաստանում չկա դիմադրություն։ Նիկոլական իրական Հայաստանում կա երաշխավորված կապիտուլյացիա եւ երաշխավորված պարտություն, եթե բանը հասնի ու անխուսափելիորեն կհասնի պատերազմին, եթե սրանք վերարտադրվեն։ Բայց եթե իշխանության է գալիս պետականակենտրոն ուժ ու Արթուր Ավանեսյանի պես սա տեսակի խորհրդանիշ է, ոչ միայն ուժեղ Հայաստանի ուժեղ կերպարա գալիս ուժեղ Հայաստանու այդ ուժի խորհրդանիշն է, նաև ուժը բերում է արժանապատիվ խաղաղության, եւ սա արժանապատիվ խաղաղության խորհրդանիշն է, եմ կրկնում, սա տեսակի խորհրդանիշ է, խաղաղություն պարտադրելու ունակ տեսակի խորհրդանիշն է եւ այսպիսի մարդկանցով մենք կունենանք երաշխավորված խաղաղություն։ Եվ ամփոփելու համար, Մարիամ ջան, հավանաբար ամփոփենք, չէ՞ արդեն։ Մենք ունենք 3 պետականակենտրոն ուժ առաջատար, 3-ն էլ ունեն պոտենցիալ, 3-ն էլ ունեն պետական շինարարության հարուստ փորձ, հաղթանակ կերտելու փորձ բոլոր թիմերում կան կարող ուրեմն ուժեր եւ շատ սիրելի հայ ժողովուրդ։ Հունիսի 7-ին դուրս ենք գալիս տներից
գնում ենք ընտրություն ենք կատարում, ընտրում ենք այս 3 ուժերից որևէ մեկին, ես չեմ ուզում հիմա որևէ մեկին առանձնացնել, երեքն էլ մերն են, ուժեղ Հայաստան դաշինք, առաջարկ Հայաստանին, եւ արդյունքում ունենում ենք արժանապատիվ խաղաղության հեռանկար, վերականգնվող ու կենսունակ պետականության հեռանկար, ու մեր երեխեքին ինչ որ բան թողնելու, ընդ որում ոչ միայն ինչ որ բան թողնելու, լավ պաշտպանված բարեկեցիկ երկիր թողնելու հեռանկար։ Թերևս այսքանը, ես շնորհակալ եմ Մարիամ ջան, երևի ավարտենք։